Բարև բոլորին, ես հիմա ձեզ ցույց կտամ, թե ոնց ենք անում, որ կտրոնը մեր ձեռքին է, ծրագիրը վերադարձը չտպեց ու մենք ձեռքով վերադարձ անենք։ Ուրեմն այս սարքը գտնվում է առևտրային ծրագրերի հետ միացման մեջ այս ռեժիմում, ինքը պատրաստ է ու սպասում է Adines-ի հրամաններին, այսինքն Adines-ի հետ է աշխատում։ Պետք է առաջին հերթին իրան հանենք այս ռեժիմից, դրա համար հավաքում ենք վերևը 2, ներքևը 2։ Այս մենյուում այս ամենավերևի պտիչկան հանում ենք ու սեղմում ենք պահպանել։ Ստեղից դուրս ենք գալիս ու հիմա մեր հիմնական էկրանը փոխվեց, այսինքն էսի այն էկրանն է, էսի այն ռեժիմն է, որ ինքը ռուչնոյ, այսինքն ձեռքով տպելու ռեժիմն է։ Ստեղ սեղմում ենք 3, տակը 3 ու մուտք ենք գործում։ Նոր ՀՏՄ կտրոն, կանխիկ մուտք, կանխիկ ելք եւ այլն։ Ստեղ մեզ պետք է ուրեմն կտրոնի վերադարձ։ Ստեղ գրում ենք կտրոնի համարը, այսինքն ԿՀ մեր փաստացի, որ ձեռքին մեր եկել են, հա, հաճախորդները, այնտեղ ԿՀ զրոները բաց եք թողում, գրում եք մենակ դրական թվերը։ Ու համապատասխան ինքը արդեն բերում է, վերադարձը տպում է, ռուչնոյ ու ստեղից դուրս ենք գալիս, ենթադրենք։ Ու կատարել ենք սեղմում եւ այլն։ Հիմա դուրս ենք գալիս, պետք է մենք հետ փոխենք իր հիմնական ռեժիմ, իր հիմնական ռեժիմի համար լրիվ դուրս ենք գալիս, ստեղ սեղմում ենք 3, ներողություն, ստեղ սեղմում ենք 2, ներքևը 2։ Արտծրագրերի կառավարում, ակտիվացնում ենք մեր պտիչկան ու պահպանել ենք տալիս։ Վերջ։ Այս ռեժիմով արդեն ինքը նորմալ էլի սպասում է Adines-ի հրամաններին։ Այստեղ մի հատ շատ կարևոր բան եմ ուզում ավելացնել։ Ուրեմն երբեմն դուք կൂട്ടակային քարտ եք վաճառում ու ծրագիրը չի տպում կտրոնը, բայց կൂട്ടակային քարտը ակտիվանում է։ Եթե նկատում եք, որ կൂട്ടակային քարտը ակտիվացավ, էլի երկրորդը մի անցկացրեք, ստեղ էլ դուք կարաք տպեք կանխավճարի կտրոն, այս նույն ձևով ուրեմն բացում եք 2, մտնում եք, պտիչկան հանում եք, պահպանել, դուրս գալ, մտնում եք 3-3-ով, ստեղ կանխավճար, հետվճար, այս կանխավճարի դիմաց գրում եք գումարը, ենթադրենք, 10 դրամ, արձեռն ենթադրենք 10 դրամ պետք է լինի, ստեղ կանխիկի դեպքում էսենց թողնում եք տպել եք սեղմում, անկանխիկի դեպքում պտիչկան դնում եք տպել եք տալիս։ Անկանխիկի բանը պետք է մեծ լինի 0-ից, այսինքն ստեղ գրում ենք 10։ Տպել։ Ենթադրենք այո ու կտրոնի տպումը։ Հիմա էլի դուրս ենք գալիս, սարքը պետք է էլի ոնց որ փոխենք իր ռեժիմը, որ ինքը Adines-ի հետ աշխատի, դրա համար 3, ներողություն եմ խնդրում, 2, արտծրագրերի կառավարում ու վերևի պտիչկա, պահպանել, վերջ, այսքան բան, էսա ամբողջ պատմությունը, մի բան էլ ասեմ, որ մենք ունենք այս կապույտ ՀԴՄ-ներից, ուրեմն զատ սև ՀԴՄ-ներ, այ սրանցից, այս ՀԴՄ-ներից, սրանց գաղտնաբառը 2-ի փոխարեն 1, 2, 3, 4-ն է, 3-ի փոխարեն 4, 3, 2, 1-ն է, բայց ընդհանուր սոֆթը, այսինքն այս ինչ որ դուք տեսնում եք, նույնն է, այսինքն ոչ մի ավել ինչ որ պտիչկա կամ ինչ որ կոճակ պետք չի սեղմել։